Դա չէր լինի, եթե ես գնայի տանը թաքուն պարապեի։ Հայաստանից մինչև ամերիկյան ռեզիդենսի։ Որն է USML-ի պարապողի հաջողության բանաձևը։ Կարող եմ ասել, որ միանշանակ դա թիմում պարապելն է, որովհետև ցանկացած տեսակի հաջողություն դա թիմային սպորտ է։ USML-ին եւս ու ամենամեծ սխալը, որ հենց լինում է, մարդիկ պարապում են միայնակ ու թաքուն նաեւ, վախենալով իհարկե ձախողումից, որպեսզի մարդիկ չիմանան, որ իրենք ձախողել են եւ այլն, բայց հենց խնդիրն այն է, որ եթե իրենք պարապեն թիմի մեջ, ունենան թիմ, թեկուզ կարա մեծ թիմ չլինի, ուղղակի մի study partner, որ իրենք աջակցի եւ այլն, միանշանակ այլևս հնարավոր չէ պրոյեկտը ձախողել, որովհետև թիմը ձեզ կտա այն ամենին, ինչ ձեզ պետք է, թե ինֆորմացիա, թե ռեսուրսներ, թե աջակցություն ուղղակի։ Իմ դեպքում իմ թիմը, իմ հաջողության թիմը, որում ես պարապել եմ, ինձ տվել է բոլոր հնարավոր ռեսուրսները, եւ ես կարող եմ միանշանակ ասեմ, որ այս ճանապարհը ես միայնակ տանը նստած թաքուն երբեք այսպես չէի անցնի, եթե նույնիսկ միջև վերջ անցնի, համենայն դեպս դա չէր լինելու այնքան հաջողված, ինչքան ես համարում եմ, որ հիմա հաջողված է, որտեղ ես ռեալ ամբողջ process-ը իմ թիմի հետ վայելելով, զարգանալով, տրանսֆորմացվելով ապրել եմ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իմ թիմում, իմ հաջողության թիմում, մարդկանց, ովքեր ինձ սովորացրել են բիոքիմիա, ֆիզիոլոգիա, առարկաներ եւ այլն, ովքեր ինձ իրանց խորհուրդներ են ուղղակի տվել իրանց անձնական փորձից ելնելով, ինձ օգնել են գտնել observation-ներ Միացյալ Նահանգներում, ինձ մեքենայով տարել են օրինակ չգիտեմ հիվանդանոց, հիվանդանոցից տուն, իրականում անհնար է թարգել ամբողջ աջակցությունը, որ իմ կողքը եղել է, ու դա չէր լինի, եթե ես գնայի տանը թաքուն պարապեի, դրա համար հաջողության բանաձևը թիմի մեջ եւ թիմի հետ լինելն է։ Հաջողությունը դա թիմային սպորտ է։